Ժամանակը չէ արդյոք Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի պաշտոնանկության, բարեկապահական ծառայության գնդի շուրջ երկշաբաթյա իրադարձություններից ու քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ Սարի թաղում ցուցաբերված բռնություններից հետո։ Ինչ հրաժարականի մասին է խոսքը։ Եկուց որևէ մեկին, եթե հրաժարական չտան, ինքը վերցնի պաշտոնանկի։ Այն մյուս կողքի ոստիկանները չեն ասելու, ապեր ախր քո ասածով գնացինք ծեծեցինք։ Մեր ընկերոջից ինչ ես գործից անում, ասելու են, չէ՞։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հույս ունի, որ օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունը արագ արձագանքման ելույթ էր եւ ոչ թե խորքային։ Նա նկատում է, որ որևէ մեկը, առավել եւս Սերժ Սարգսյանը չանդրադարձավ ստեղծված իրավիճակի պատճառներին։ Ժամն է եկել դասեր քաղելու Սերժ Սարգսյանի արտահայտությունը Տիկին Խառատյանը արտասովոր երևույթ չի համարում։ Ես նույնը մենք լսել ենք 2008 թվականին, ես նույնը մենք լսել ենք 2013 թվականին։ Տիկին Խառատյանի համար մտահոգիչ է այն, որ այս ամենով հանդերձ Հայաստանը կիսաավտորիտար ռեժիմի երկրից անցում է կատարում դեպի ավտորիտար ռեժիմի, ինչի մասին ըստ նրա վկայում է նաև այն, որ երկրում իսպառ վերջակետ է դրվում քննարկումներին։ Վառօրինակ հենց օգոստոսի 1-ին նախագահական նստավայրում հանդիպումը։ Մի հարցի ներկայացում, որևէ քննարկման փորձ, որևէ խնդրի վերաբերյալ ուշադրություն կամ մոտեցում բացարձակ։ Հայկ Մարտիրոսյանը ՊՊՑ գնդի գրավումը որպես ահաբեկչություն որակել է համարում է հակապետական ու հակաազգային բնորոշում։ Քաղաքագետը բացատրում է, թե ահաբեկչական ռիսկայնությամբ երկրի համար ինչ վտանգներ կարող են լինել։ Դու քո երկիրը տանում ես ռիսկի ներառվելու ցուցակներում, որոնք ամենևին լավ չեն կարող անդրադառնալ ոչ քո քաղաքացիների վրա։ Այս եւ մի շարք այլ հանգամանքներ համադրելով քաղաքագետը հանգել է այն եզրակացության, որ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը։